Բարեսիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի Հայր, Հիսուսի անունով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա թարմոծությունը, նորոծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այս եթերը անձնում քո ձեռքերի մեջ, քո վերահսկողության մեջ թող լինի ամեն բան, թող քո հոգին շարժվի ու ամեն բան, ինչ որ քեզանից է, թող արձակված լինի մեր կյանքերի վրա, թող քո փառքը հայտնապես երևա, քո խոսքը թող հաստատվի նշաններով, հրաշքներով, այն ինչ որ դու խաչի վրա արել ես, ավարտել ես ու իրականացրել ես, թող քո հոգու զորությամբ արձակված լինի մեր կյանքերի վրա, թող քո հրեշտակները բերեն քո խոսքի իրականացումը մեր կյանքերի վրա, այն ինչ որ խաչի վրա ավարտվել է, թող քո հրեշտակները բերեն մատակարարումը մեր կյանքի ամեն բնագավառի մեջ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով, այն հաղթանակը, որ քո ձեռքով է կայացել Հիսուս, թող հաստատվի նշաններով ու հրաշքներով, որ բոլորը տեսնեն քո աստվածային ճշմարտությունը ու քո փառավոր հաղթանակը ամեն իրավիճակի վրա Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, այսօր մի երազի մասին եմ ուզում խոսեմ, որը 2 օր առաջ եմ տեսել, ու շատ հետաքրքիր երազ է սրա մեջ նաև վկայության նման մի բան կա, որը նույնիսկ իմ համար էր հետաքրքիր, որովհետև ես ինքս երազիս մեջ բաներ եմ ասում, որը իմ համար հետո հայտնություն է փաստացի։ Լավ, ավելի լավ է հիմա պատմեմ երազը, դրա մասին, թե ինչը նկատի ունեմ, ընթացքում կհասկանաք։ Գիտեք, երազիս մեջ ես մի հայտնի ծառայողի հետ գտնվում էինք Վրաստանում, ու այս ծառայողը ինքը հրավիրված էր, այսինքն ես էլ իր հետ էի, բայց հիմնական սպիկերը ինքն էր, քարոզիչը ինքն էր, ուղղակի ես իր հետ էի, ոնց որ միասին էինք գնացել, ու այս քարոզիչը քարոզում էր, իր հիմնական թեման հրեշտակներն էր, համագործակցություն հրեշտակների հետ։ Հետաքրքիր է, որ այդ քարոզի ընթացքում հրեշտակային ներկայություն էր արձակվել, ու իմ համար շատ անհասկանալի ու անսպասելի, մարդիկ այդ ներկայության մեջ չէին կարող ոտքի վրա կանգնեին ու ընկնում էին գետնին ու նման էին հարբած մարդկանց։ Ես նայում էի իրանց ու իմ համար մի տեսակ խորթ էր այդ ամեն ինչը, ու ես ասում էի, բայց խի պետքա հրեշտակային ներկայության ժամանակ նման բաներ կատարվի, նման բան կարա լինի, երբ որ Սուրբ Հոգու զորությունն է իջնում։ Ու իմ համար պարզ չէր իրականում, ինչու՞մն է հարցը, ինչի պետքա մարդիկ հրեշտակային ներկայությունից նման վերապրումներ ունենան։ Բայց այդ մարդիկ, գիտեք ինչի նման էր, ոնց որ այն խմած մարդը ոնց անում, որ շատ խմած է, ոտի վրա չի կարող կանգնի, թավալվում է գետնին։ Այտենց այդ ժողովուրդը լսելով այդ քարոզը, այդ ձևի ներկայությունից ուղղակի գետնի վրա էին հարբածի պես ու չէին կարողանում ոտքի վրա կանգնեին։ Ես այդ ժամանակ գտնվում էի բեմից դուրս կողքի սենյակում, ուղղակի տեղից էի նայում այդ ամեն ինչին։ Հետո սենյակ մտավ իրանց այդ եկեղեցու ծառայողներից ինչ-որ մեկը ու սկսեց խոսել ծառայության մասին, որը հիմա անցկացվում է, ու այն ներկայության մասին, որը կա։ Երբ որ ես լսեցի դրա մասին, ես արտահայտվեցի, ես ասեցի իրականում ես չեմ հասկանում սա ու չգիտեմ ոնց կարա սա տենց լինի։ Ինքը ինձ ասեց, իսկ կարող է դու էլ ուզես ինչ-որ բան կիսվես քո վերապրումների մասին, հրեշտակային, այդ թեմայի շուրջ, հրեշտակների հետ փոխհարաբերությունների։ Ես ասեցի, գիտես, այս թեման այնքան փակ է իմ համար, ես չեմ քարոզում այս ուղղությամբ, որովհետև հայտնություններ չունեմ։ Ես հրեշտակների հետ չեմ համագործակցում։ Բայց այդ պահին, երբ որ ես ասում էի դա, հանկարծ հիշեցի այն, ինչ որ իմ հետ կատարվել է, ու ես իրան, երբ որ հիշեցի, ասեցի, չէ, վայ, մի րոպե, սպասի, ախր իմ կյանքում եղել է իրական վերապրում, իրական դրսևորում,
ու ես սկսեցի իրան պատմել այն, ինչը որ կատարվել է, ու հիմա որ պատմեմ, դուք կհիշեք, որ ես սրա մասին պատմել եմ, բայց հետաքրքիր է, որ ես երազիս մասին նորից պատմում եմ այդ ծառայողին, ու ես ասում եմ, մի օր ես քնած էի, ու հանկարծ ես լսեցի հետևյալ խոսքերը ռուսերենով. «Всё совершилось, всё произошло, всё совершилось, всё произошло», այսինքն ամեն ինչ կատարվել է, ամեն ինչ ավարտված է, եթե ճիշտ եմ թարգմանում, ու սա եղել է 2022 թվականին, երևի թե ամռանը, ես հստակ չեմ հիշում, բայց հենց այդ ժամանակ, երբ որ ես տենց արթնացա այդ ձայնից, ես անմիջապես հիշեցի մի պատմություն, որը տեսել էի հեռուստացույցով տարիներ առաջ, որտեղ մի էքսպերիմենտ էին իրականացնում, փորձ էին անում, մի երիտասարդ, որը հարուստի տպավորություն էր թողնում, ինքը անցնում էր անտուն թափառականների մոտով, որոնք աղբար կղերի մոտ ինչ-որ բաներ էին փնտրում, որ հավաքեն ուտելու համար, ու հատուկ մտածված ձևով, ասես թե միամտաբար վայր էր գցում իր դրամապանակը, փողով լիքը, բավականին հաստ, ու աննկատ հեռանում էր, ու նայում էին, տեսնում էին, թե այդ անտուն թափառականները ոնց են վերաբերվելու, երբ որ գտնեն այդ դրամապանակը, ու բոլորը այդ դրամապանակը վերցնելով փախնում էին, ուղղակի երբ որ տեսնում էին, տենց մեջը լիքը գումար, վերցնում էին ու փախնում էին, բայց դրանց մեջ կար մեկը, այդքան եղածների մեջ միակն էր, որ երբ որ վերցրեց այդ դրամապանակը ու տեսավ մեջը փողը ահագին, ինքը վազեց այդ մարդու հետևից ու ասեց, դու կորցրել ես քո դրամապանակը, վայր ես գցել միամտաբար, չես նկատել, այս հարուստը շատ զարմացավ, որ իրան վերադարձնում եմ, որտեղ դա միակ դեպքն էր այդքանների մեջ, ինքը զարմացած ասեց, բայց խես վերադարձնում, չէ որ դու դրա կարիքը ունես, իսկ ես անտուն թափառականը ասեց, իհարկե ես դրա կարիքը ունեմ, բայց ես չեմ կարող վերցնել մի բան, որը իմը չի, ու այս հարուստը շատ զարմացավ իր պատասխանի վրա, իրան հանեց այդ փողերի մեջից ինչ-որ գումար տվեց, որպես շնորհակալություն, ասեց, բայց սա բավական չի, այն ինչ որ ես ուզում եմ քո համար անեմ, դա վաղը կանեմ, ես ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնեմ քեզ մեկ այլ ձևով, այս անտուն թափառականը ասեց, որ չէ, ոչ իման պետք չի, այդ փողն էլ մի կերպ վերցրեց, ասեց վաղը իմ հետևից չգաս, ես որևէ բան չեմ ուզում, բայց այս հարուստը համոզում էր, ասում էր, չէ, ես վաղը անպայման պետք է գամ քո հետևից, վերջը մի ժամ պայմանավորվեցին, ասեցին, որ այս ժամին կգամ, մենք իրար հետ տեղ պետք է գնանք, երբ որ այս հարուստը եկավ, այս անտուն թափառականին ման էր գալի, իրան չէր գտնում, շատ երկար ման եկավ, 2 ժամից ավել ման եկավ ու իրան չէր կարողանում գտներ, հետո մի կերպ իրան ու հարց ու փորձով բանով գտավ, մի տեղից գտավ, գնաց տեսավ, որ ինքը ինչ որտեղ քնած է, այդ գումարը, որ իրան տվել էր, իրականում այդ մարդու համար մեծ օրհնություն էր եղել, այն առումով, որ ինքը համ լավ կերել էր, համ էլ լավ խմել էր, ու այդ օրը հարբած քնած էր ու նույնիսկ չէր էլ հիշում, որ բան է պայմանավորվել այդ ժամի համար, իրան մի կերպ արթնացրեց, հետո սկսեց խոսել, ասեց, ես չեմ սպասում, այսինքն ասեց, ես չեմ բավարարվելու նրանով, ինչ որ արել եմ քո համար, բան ենք պայմանավորվել, ես անպայման քեզ պետքա տանեմ այն տեղը, որտեղ ուզում եմ, մի կերպ համոզեց սրան ու հաջորդ օրը եկավ հետևից մեքենայով, իրան վերցրեց, այդ անտուն թափառական արդեն խմած չէր ու քնած չէր, այդ ժամին վերցրեց ու իրան տարավ Բաղնիք, Բաղնիքում իրան լավ լողացրեցին, հետո տարավ Վարշավիրանոց, իր մազերը կտրեցին, սափրեցին, նորմալ տեսքի բերեցին ու ինքը բավականին երիտասարդ տեսք ստացավ, եթե արտաքնապես մեծի տպավորություն էր թողում, երբ որ կարգի բերեցին, տեսան բավականին երիտասարդ է, հետո իր հետ գնացին խանութ ու իր համար ընտի շորեր առավ, կոստյում, շլվար, վերնաշապիկ, կոշիկներ, իրան տեսքի բերեց,
ու հետո իրան տարավ ռեստորան։ Երբ որ իրանք ռեստորանում էին, ընտիր սեղաներ պատվիրե, ամեն ինչ սեղանի վրա դրել էր, որպեսզի ուղղակի այդ անտուն թափառականը վայելի այդ ուտելիքը։ Երբ որ իրանք նստած էդի ուտում էին, այս հարուստը հարցրեց անտուն թափառականին, ասեց, քեզ դուր գալիս է այս կյանքը։ Ինքը ասեց, հա, շատ է դուրս գալի։ Ասեց, կուզես քո կյանքը ամեն օր այս ձևը լինի։ Ասեց, շատ եմ ուզում, բայց ես չեմ հավատում, որ դա հնարավոր է, որտեղ ես վաղը նորից նույն կյանքով եմ ապրելու, ինչի մեջ որ դու այսօր ինձ վերցրեցիր։ Ու այս հարուստը իրան ասեց, գիտես, քո արարքը այնքան տպավորություն է թողի իմ վրա, որ ես չեմ կարող անտարբեր նայեմ քո կյանքին, քո մեջ մարդկայինը չի մեռել։ Ասեց, ես ուզում եմ ամեն ինչ անեմ քո համար, որ քո կյանքը իրականում այս ձևը լինի, որ դու ամեն օր այսինքն ռեստորանում կանգնած ընտիր հաց ուտես, շքեղ հագնվես ու կյանքը վայելես։ Ու ասես, դրա համար, անկախ նրանից դու հավատում ես թե չես հավատում, ես պատրաստ եմ քեզ օգնելու։ Ես քեզ ֆինանսներ կտամ, ես քո համար տուն կվարձեմ, ես քեզ ուսման կտեղավորեմ, ես կվճարեմ քո ուսման վարձը, տան վարձը, քո համար որոշակի ժամանակ հոգ կտանեմ, մինչև դու կրթություն ստանաս ու հետո համապատասխան աշխատանքի անցնես, որպեսզի կարողանաս այս ամեն ինչը ունենաս, ինչի մասին որ ես հիմա խոսում եմ։ Ու այս անտուն թափառականը լսում էր իրան ու չէր հավատում, որ դա իր հետ է կատարվում։ Իրան երկնքից ասես մի նվեր էր եկել, որին ինքը երբեք չէր սպասել, ու դիմացը նստած մարդը խոսում էր ու ինքը չէր հավատում, որ դա իրականություն է։ Ու ֆիլմը հենց այդտեղ ավարտվում է։ Ու պատկերացնում եք, ես արթնանում եմ այդ խոսքերով, որ Աստված ասում է, ամեն ինչ կատարված է, ամեն ինչ ավարտված է, ու անմիջապես ես հիշում եմ այս տեսածս ֆիլմը, ու այդ ֆիլմի միջոցով Աստված իմ հետ խոսում է ու ցույց է տալի, որ այս ձևով հրեշտակները արձակված են իմ կյանքի վրա, ես կոնկրետ հասկանում եմ իմ համար, որ դա առաջին հերթին ինձ է վերաբերվում, որ ես թեկուզ այդ անտուն թափառականի նման այդ բոմժի կարգավիճակում եմ, գուցեև հավատքը շատ բաների չի հերիքում, բայց Աստված ինձ ասում է, որ ամեն ինչ կատարվել է, ամեն ինչ ավարտվել է, ու դրանից հետո ես հասկանում եմ, որ ինչքան էլ ես փորձեմ փախնեմ Աստծուց, չեմ կարողանալու փախնեմ, ոնց այդ խմած վիճակում այդ բոմժը փորձում էր փախնել ու չէր կարում, փորձում էր մերժել ու չէր կարում, ու այդ մարդը ոնց որ այդ հրեշտակի դերը կատարեր, ինքը ուղարկված էր այդ մարդու կյանքում բերելու օրհնությունը, երբ որ այդ մարդը ընդհանրապես ոչ հավատում էր, ոչ սպասում էր, իր համար արվում էին բաներ, որի ինքը ուղղակի ոչ մի ձև չէր պատկերացնում, ոնց կարող է այս բան լինի, մարդիկ ինքը վերցնի այդ մարդը իր համար տուն վարձի, ուսման վարձ վճարի, ուսման տեղափոխի, հետո աշխատանքով օգնի, ինքը իրականում չէր հավատում, որ դա հնարավոր է, որ իր հետ կատարվի, ու այդ տեսանյութով Աստված խոսում էր իմ հետ ու ասում էր, այսենց ես ամեն ինչ արել ու ավարտել եմ, ու այսենց ներխուժում եմ ձեր կյանք, այսենց ես բերում եմ օրհնությունը, ու որից դու չեք կարա փախնեք։ Ես հասկանում էի, որ սա առաջին հերթին ինձ է վերաբերում ու իմ մտածելակերպն է Աստված ուզում փոխի ու նորոգի, որտեղ ես ինքս առաջ այդ ձև չէի կարա պատկերացնեի։ Ես գիտեի Աստծու արած զոհի մասին, որ Հիսուսը աղքատ լինելով հանդերձ աղքատացել է, որ ես հարուստ լինեմ, ու ամեն մեկս այն զոհը, որ Հիսուսը արել է, բոլորիս է պատկանում, բայց իրականում, որպեսզի դա դառնա հայտնություն, հենց Աստված այդ ժամանակ սկսեց խոսել ու ցույց տալ, որ ինքը իր զորությամբ դա իրականացնելու է, հավատամ թե չհավատամ, փախնեմ դրանից թե չփախնեմ դրանից, Աստծո հրեշտակը արձակված է իմ կյանքի վրա բերելու օրհնությունները, ու ես երազիս մեջ այս ծառայողին այս ամեն ինչը պատմում եմ, այն ինչ որ ձեզ պատմել եմ 2 տարի առաջ, երազիս մեջ ես նորից պատմում եմ ու ասում եմ, որ սա հրեշտակային միջամտություն է, որ ես ունեմ փորձառություն, որովհետև դրանից հետո
իմ կյանքում շրջադարձային փոփոխություններ կատարվեցին։ Իրականում ֆինանսները սկսեցին իմ հետևից գալ, ես դրանց չէի փնտրում։ Ճիշտ հակառակը, այն աշխատանքը նույնիսկ, որ ես ունեի, որը իմ եկամուտի աղբյուրն էր, Աստված դա փակեց, Աստված դա դադարեցրեց, ցույց տվեց, որ իմ կարողությամբ չի լինելու, իմ աշխատանքի շնորհիվ չի լինելու։ Ինքը մտցրեց մի բանի մեջ, որի մեջ ես երբեք չէի եղել։ Ես մինչև այդ սովոր էի, որ սեփական իմ ձեռքերով պետքա ինչ-որ բան անելով աշխատեմ ու տարբեր ժամանակներում տարբեր աշխատանքներ արել եմ։ Ունեցել եմ նաև իմ սեփական փոքր բիզնեսը, բայց որ այս ձևով, որ իմ հետևից պետքա օրհնությունները գան ու ես ոչ մի բան չպետքա անեմ, ու սա այնա, ինչ որ Հիսուսն է արել խաչի վրա, սա ձրի նվերն է, սա ժառանգությունն է, որ ինքը փոխանցում է ինձ։ Ես այս երազով պատմում էի այդ ծառայողին ու ասում էի, որ սա հրեշտակային միջամտություն է, սա հրեշտակների հետ համագործակցություն է, որ Աստված ներխուժեց իմ կյանք ու բերեց իր օրհնությունները իմ կյանք, ու 22 թվականից այդ տեսածս այդ ստացածս հայտնությունից հետո, որ ամեն ինչ կատարվեց ու ավարտվեց, դրանից հետո Աստված նաև տվել է ուրիշ երազներ։ Հիշում եք, որ պատմում էի, ասում էի, որ ասեց, որ իմ փառքով իջնում եմ Հայաստանի վրա, հիվանդները կբժշկվեն իրենց տներում նստած, քարտային հաշիվների վրա գումարներ կհայտնվեն, որը նույնպես սկսեցին տեղի ունենալ, ու ձեզանից շատերի վկայությունները եղել է այդ մասին։ Սա մենակ Աստված կարող է անել, սա հրեշտակների ներխուժում է մեր կյանք, որ մենք ոչ մի բան չենք կարող անենք, այսինքն ոչ մենք ոչ մի բան չենք անում փաստացի, ու Աստված բերում է ու հասցնում է մեզ այդ նվերը։ Սա հրեշտակային միջամտություն է։ Գիտեք, ես պատմել եմ այն մասին, որ եղել է, որ իմ տանը նստած էի, մենակ էի, գնացի դուռը բացեցի, ինչ որ մարդիկ էին, ինչ որ հարցեր տվեցին, վերադարձա եւ տեսա սեղանիս վրա դրված 1000 դրամ, որը մինչև այդ չկար։ Ու ես վերցրել էի այդ 1000 դրամը, ապշած նայում էի ու ասում էի, Աստված ջան, ոնց կար ասես բան լինի, միաժամանակ հասկանում էի, որ սա Աստված է, ուրախություն էր սրտումս Տիրոջ գերբնական միջամտության պատճառով, ու միաժամանակ վախ կար մեջս, որ ասում եմ, Աստված ջան, դու ամեն քայլափոխից տեղ ես, ուղղակի ես քեզ չեմ տեսնում, դու ինչ ուզես կարաս անես։ Գիտեք, ես այս երազի միջոցով, որ պատմում էի ծառայողին, հետո սկսեցի շարունակել ու ասել, գիտես, երբ որ ես այս երազը պատմում էի, երազից մեջ ես շարունակում եմ այդ ծառայողի հետ խոսել ու ասում եմ, երբ որ ես երազը սկսեցի պատմել ուղիղ եթերով, մարդիկ ինձ լսում էին, իրանց կյանքերում էլ եկան օրհնություններ գերբնական ճանապարհով, ու նույնիսկ ասեցի, որ նույնիսկ կա երկու դեպք, որ մարդիկ տուն են օրհնվել։ Ու ես երազից մեջ սա ասում էի, բայց ես չգիտեմ իրականում սա։ Ես չգիտեմ իրականում, որ մարդիկ երկու տուն են օրհնվել։ Իհարկե, ես լսել եմ օրհնությունների մասին մարդկանց, որ իրանք ստացել են ժառանգություն, կտակ, բայց ժամանակի հետ կապված հարցեր կան, որ դեռ պետքա ոնց որ իրանց երեխեքը չափահաս դառնան դա ունենալու համար։ Ես լսել եմ դեպքեր, որ մարդիկ ուղղակի իրանց սիրտը երբ որ տվել են ու ուզեցել են, որ տեսիլքի ինչ որ մասնիկը լինեն, իրանց մասնակցությունն են ունեցել, իրանց վրա բացվել են օրհնության դռները, տներ են օրհնվել, բայց որ հրեշտակային միջամտությամբ, որ մարդկանց կյանքում եկել է տուն, դա ես լսեցի երազիս մեջ, իմ խոսքերից։ Ես իրականում հիմա չգիտեմ ինչա կատարվել այս իմ պատմած երազներից հետո, բայց այն որ պատմելուց հետո արձակվում է հրեշտակային ներկայություն, Աստված իր խոսքը սկսում է հաստատել նշաններով ու հրաշքներով, այդ հրեշտակային ներկայությունը դա է, որ Աստված իր գերբնական միջամտությամբ սկսում է ներխուժել ու բերում է փոփոխություններ ու գերբնական բաներ է սկսում կատարվել, որ դուք տեսնում եք, որ մարդկային հնարավորություններով դա չէր, ոնց այդ գումարի հայտնվելը իմ սեղանի վրա, ոչ մեկ չկար իմ շուրջ բոլորը, բայց դա հայտնվեց, դա մենակ Աստված կարող էր անել,
ու դա իր հրեշտակների ներխուժումն է մեր կյանք։ Դրա համար հարազատներս, այս երազը, որ Աստված ցույց տվեց սրա միջոցով, երբ որ երազից մեջ ես ասում եմ, ես հրեշտակների հետ համագործակցությունից բան չեմ հասկանում, չունեմ նման փորձառություն, փաստորեն ես ինքս պատկերացում չունեի, որ ես արդեն իսկ ունեմ այդ համագործակցությունը ու այդ երազի միջոցով կատարվածը ու այդ խոսքը, որ Աստված տվել էր, ու հետո այդ տեսանյութը, որ հիշացրել էր, դա հենց հրեշտակային միջամտությունն է, որը սկսեց իմ կյանքում կատարվել, ու այդ ամեն ինչը պատմելուց հետո այս նույն բաները կատարվում են ձեր կյանքում, ու այդ քարտերի վրա գումարների հայտնվելը, ձեր տներում նստած վիճակում Տիրոջ զորությունը, որ իջնում է ձեր վրա ու դուք բժշկվում եք, դա աստվածային գերբնական միջամտությունն է, Աստված ներխուժում է ձեր կյանք, իր հոգով, իր զորությամբ արձակում է իր հրեշտակներին ձեր կյանքի ամեն իրավիճակների վրա, որպեսզի իրանք բերեն գերբնական մատակարարումը։ Ու այս երազի մեջ, երբ որ ես այս ամեն ինչը պատմում եմ, ես ինքս իմ պատմածից հայտնություն էի ստանում, ու այդ ծառայողը, երբ որ ինձ լսում էր, ինքը ասեց. «Արի բարձացի բեմ, արի վկայի այս մասին, որ բոլորը լսեն, այս վկայությունների միջոցով բոլորի կյանքի վրա թող արձակվեն այդ օրհնությունները»։ Ու գիտեք, երբ որ ինքը սա ասում էր, այդ բեմ ասվածը, դա նշանակում է դարձնել հանրային, նշանակում է հրապարակել, սրա մասին խոսել, ինչը որ այս եթերի միջոցով անում եմ, այս վկայությունները տալիս եմ, ու սրանով նաև հաստատում եմ, որ արձակվում է Տիրոջ օրհնությունը, Տիրոջ զորությունը, Տիրոջ ներկայությունը գալիս է ձեր կյանքերի վրա, արձակվում են հրեշտակները ու բերում են Հիսուսի արած հաղթանակը, այն ինչ որ կատարվել ու ավարտվել է խաչի վրա, ձեր կյանքերի վրա, ու դա ձեր հնարավորությունները չեն, ձեր կարողությունները չեն, ինչքան էլ փորձեք դրանից փախնեք, Աստծո հրեշտակները, այն խոստմունքները, որ Աստված պատրաստել է ձեր համար, իր հոգու զորությամբ, իր գերբնական ճանապարհներով բերում է ձեր կյանքի վրա։ Սպասեք Տիրոջ գերբնական հաղթանակներին ձեր կյանքի այն բնագավառներում, որ նույնիսկ ձեր մտքով չէր անցնում։ Տերս իր փառքով ներխուժում է ամեն մեկի կյանքի մեջ Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Ամեն հարազատներս, թող Տիրոջ փառքը ամեն ժամանակ հայտնի լինի ձեզ, ու դուք Աստծո փառքի վկաները լինեք ամբողջ աշխարհով մեկ Հիսուսի անունով։ Ամեն։